Մեթյու Հենրի, ամենօրյա ընթերցանություն, օր հունվարի 23։ Դու իմ առաջին սեղան ես պատրաստում իմ թշնամիների դիմաց, դու իմ գլուխն օծում ես յուղով, իմ բաժակը խիստ լիքն է։ Սաղմոս 23-րդ գլուխ 5-րդ խոսք։ Դու իմ առաջին սեղան ես պատրաստում, այսինքն դու ապահովում ես այն ամենը, ինչ վերաբերում է թե կյանքին, թե աստվածապաշտությանը, ամեն անհրաժեշտ բան, թե մարմնի, թե հոգու համար, թե ժամանակավոր կյանքի և թե հավիտենության համար։ Աստված առատաձեռն բարերար է իր ողջ ժողովրդի համար և վայել է գովաբանել նրա մեծ բարությունը, ինչպես Դավիթն է անում։ Առաջինը նա ընդունում է, որ ուներ իրեն հարմար կերակուր, բացված սեղան, լցված բաժակ, ուտեստ քաղցի համար, խմիչք ծարավի համար։ Երկրորդ, որ այդ ամենը ոչ թե պատահաբար էր դրված, այլ խնամքով ու պատրաստակամորեն էր ապահովված նրա համար։ Նրա սեղանը դրված չէր ձեռքի տակ եղած ամեն ինչով, այլ պատրաստված էր և պատրաստված էր նրա առջև։ Երրորդ, նա չուներ սակավություն, չուներ պակասություն, այլ առատությամբ էր լցված։ Իմ բաժակը խիստ լիքն է, բավական թե ինձ համար, թե իմ բարեկամների։ Չորրորդ, նա ուներ ոչ միայն անհրաժեշտ իրեր, այլև զարդեր և հաճույքներ։ Դու իմ գլուխն օծում ես յուղով։ Սամուելը նրան թագավոր օծեց, ինչը ապագա շնորհների հաստատ երաշխիքն էր, սակայն այստեղ սա առավելապես օրինակ է այն առատության, որով Աստված նրան օրհնել էր, կամ էլ ակնարկ է հատուկ սիրելի հյուրերի մեծարանքին, որոնց գլուխները յուղով էին օծում։ Ղուկաս 7-րդ գլուխ 46-րդ խոսք։ Ավելին, ոմանք կարծում են, թե նա դեռ իրեն դիտում է որպես գառնուկ, սակայն այնպիսի մի գառնուկ, ինչպիսին աղքատի գառն էր, որ ուտում էր նրա կերակուրից, խմում էր նրա բաժակից և պառկում էր նրա գրկում։ Այսպես ոչ միայն մեծապատիվ, այլև այսպես քնքշորեն են խնամվում Աստծո զավակները։ Աստված առատորեն հոգ է տանում իր զավակների մասին, թե նրանց մարմնի, թե հոգու համար, թե այս կյանքի, թե գալիք կյանքի համար։ Եվ եթե երբեմն այս երկրային կյանքում մեզ ամեն ինչ առատ չի տրվում, դա չի նշանակում, որ Աստված մեզ պակաս է տալիս, այլ որ սխալը մեր մեջ է, քանզի թույլ չենք տալիս, որ այդ պակասը լրացվի հոգևոր օրհնություններով։